Նախ անդրադառնանք նոզոլոգիաների խմբին ըստ հիվանդությունների միջազգային դասակարգիչ 10-ի, B01 կոդը ջրծաղիկ, B01.0 ջրծաղիկ մենինգիտով, B01.1 ջրծաղիկ էնցեֆալիտով, K2-ը ջրծաղիկ թոքաբորբով և B01.8-ը ջրծաղիկ այլ բարդություններով, ինչպես նաև այս խմբում է ընդգրկված B01.9 ջրծաղիկ առանց բարդությունների։ Այս գործելակարգը նախատեսված է մեծահասակների համար, արական և իգական սեռի ընդգրկումը, առանց բարդությունների կամ բարդություններով ընթացք։ Հոսպիտալացման պայմաններում իրականացվող բուժմանն է վերաբերվում, անհետաձգելի կամ շտապ կերպով է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կազմակերպվում։ Կիրառման շրջանակը վարակաբաններ։ Ջրծաղիկը սուր վիրուսային անտրոպոնոզ վարակիչ հիվանդություն է, հարուցչի աերոզոլային փոխանցման մեխանիզմով, որը բնութագրվում է տենդով, պոլիմորֆ մակուլոպապուլյովեզիկուլյար ցանով և մարդու օրգանիզմում վիրուսի ցմահ պերսիստենցիայով։ Համաճարակաբանությունը։ Ջրծաղիկը օդակաթիլային վարակ է։ Վարիցելա զոստեր վիրուսով հարուցված, այս վիրուսն ունի բարձր կոնտագիոզություն։ Վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդ անմիջական շփման միջոցով, ջրծաղիկի կամ գոթեվորող ворքերի ժամանակ վեզիկուլաների վնասման հետևանքով արտազատվող հեղուկի, հնարավոր է նաև շնչական ուղիներից հոսող սեկրետի միջոցով։ Վիրուսը կարող է տարածվել մինչև 20 մետր հեռավորության վրա, միջանցքներով դեպի բնակարանի հարակից սենյակներ, ինչպես նաև մի հարկից մյուս այն կարող է տարածվել, ունի շատ բարձր վարակելիություն։ Հնարավոր է վիրուսի փոխանցման ուղղահայաց տարբերակը մորից պտղին։ Վարակելիության շրջանը վեզիկուլյար ցանի առաջացումից մոտ 48 ժամ առաջ սկսվում է վարակելիության շրջանը, ինկուբացիոն շրջանի վերջին օրից, վեզիկուլների ձևավորման շրջանում ամբողջ և մինչև բոլոր ցանային էլեմենտների կեղևակալումը։ Պատվաստված անհատների մոտ կարող են դիտվել ցանային էլեմենտներ, որոնք չեն կեղևակալվում, և վարակելիության շրջանը սովորաբար ավելի կարճ է տևում։ Այս պացիենտները վարակիչ են համարվում վերջին ցանային էլեմենտից հետո 24 ժամվա ընթացքում։ Սեզոնայնությունը ձմեռ գարուն։ Ջրծաղիկի նկատմամբ իմունիտետի առկայության գնահատումը իրականացվում է հետևյալ կերպ։ Եթե կան տարիքին համապատասխան ջրծաղիկի պատվաստման փաստաթղթեր, կամ իմունիտետի լաբորատոր ապացույցներ, կամ հիվանդության լաբորատոր հաստատում, ինչպես նաև ջրծաղիկի կամ հերպես զոստերի ախտորոշումը կամ ջրծաղիկի ու հերպես զոստերի պատմության հաստատումը բուժաշխատողի կողմից։ Հիվանդության կլինիկական ձևերը։ Ըստ ընթացքի տարբերում ենք տիպիկ, ատիպիկ, ռուդիմենտար, հեմորագիկ, գանգրենոզ և գեներալիզացված ձևեր, ըստ ծանրության աստիճանի, թեթև, միջին ծանրության և ծանր ընթացք։ Ջրծաղիկի գաղտնի շրջանը տևում է 10-ից 21 օր, միջինում 14-ից 17 օր, ջրծաղիկով կամ գոտևորող ворքինով հիվանդի հետ կոնտակտից հետո։ Հիվանդության սկիզբը սուր է, արտահայտված տենդով, ջերմության բարձրացում, թուլության զարգացում, այնուհետև գանգատներին հաջորդում են ցանի առաջացումը և քորը։ Ցանն ունի յուրահատկություններ, առաջանում է ալիքներով և սովորաբար ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ։ Տեղակայվում է հիմնականում դեմքին, գլխի մազածածկ հատվածում, մարմնի և վերջույթների վրա։ Ափերն ու ներբանները ցանավորվում են հազվադեպ, շատ տարածուն ցանի դեպքում։ Ցանը ի սկզբանե ունի մակուլոպապուլյոզ բնույթ, որը այնուհետև վերածվում է վեզիկուլաների։ Վեզիկուլաները կեղևակալվում են 2-3 օրվա ընթացքում և կեղևները կարող են թափվել 2-ից 3 շաբաթվա ընթացքում։ Ցանը կարող է նկատվել նաև աչքերի կոնյունկտիվայի, բերանի խոռոչում, ըմպանի լորձաթաղանթին, երբեմն նաև կոկորդի և սեռական օրգանների շրջանում։ Հիվանդության առաջին շաբաթվա վերջում վեզիկուլաների չորացմանը զուգահեռ նաև մարմնի ջերմաստիճանն է կարգավորվում և պացիենտի ինքնազգացողությունը բարելավում է։ Այս շրջանում շատ պացիենտների անհանգստացնում է միայն մաշկի քորը։ Իմունոսուպրեսիայով պացիենտների դեպքում ցանային էլեմենտները սովորաբար լինում են քանակով ավելի շատ, հաճախ են հանդիպում հեմորագիկ հիմքով ցանային էլեմենտներ և ավելի երկար շրջան է պահանջվում ապաքինման համար։ Այս պացիենտներն ունեն վիսցերալ բարդությունների, երկարատև ընթացք ունեցող հիվանդության, դրանց ծանր ընթացքի, ինչպես նաև մահացու ելքի բարձր ռիսկ։
Պատվաստված անձանց մոտ ջրծաղիկը սովորաբար մեղմ է ընթանում, պացիենտները սովորաբար ունենում են սուբֆեբրիլ ջերմություն կամ երբեմն առանց ջերմության է ընթանում եւ զարգացնում են 50-ից պակաս ցանային էլեմենտներ։ Նրանք սովորաբար ունենում են ավելի կարճատև հիվանդություն համեմատած չպատվաստվածների։ Ցանն ավելի հաճախ մակուլոպապուլյար բնույթի է, քան վեզիկուլյար։ Այնուամենայնիվ, մեկ դեղաչափով պատվաստում ստացած մարդկանց 25-ից 30%-ը, որոնք վարակվում են ջրծաղիկով, կարող են ունենալ հիվանդությանը բնորոշ բոլոր նշանները։ Այժմ խոսենք բարդությունների մասին։ Հաճախ հանդիպող բարդություններն են մաշկի եւ փափուկ հյուսվածքների բակտերիալ վարակները եւ թոքաբորբը։ Ծանր բարդություններ, որոնք պայմանավորված են հենց վիրուսով, ցերեբրալ ատաքսիա, էնցեֆալիտ, վիրուսային թոքաբորբ եւ հեմորրագիկ վիճակների առաջացում։ Ջրծաղիկի ամենահաճախ հանդիպող բարդությունը մաշկի երկրորդային բակտերիալ սուպերինֆեկցիան է, որը սովորաբար պայմանավորված է լինում Streptococcus pyogenes-ով կամ Staphylococcus aureus-ով։ Ջրծաղիկային թոքաբորբի դեպքում, քանի որ այն հանդիսանում է ամենալուրջ բարդություններից մեկը, դեպքերը ավելի հաճախ են մեծահասակների շրջանում։ Ջրծաղիկային թոքաբորբը այս հիվանդության ամենալուրջ բարդություններից մեկն է, որ ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների, քան երեխաների շրջանում։ Թոքաբորբը սովորաբար զարգանում է հիվանդության սկզբից 3-ից 5 օր անց եւ արտահայտված հաճախաշնչությամբ, հազով եւ ջերմության բարձրացումով, ինչպես նաեւ հնարավոր է ցիանոզի առաջացում եւ ցավ կրծքավանդակում։ Հաջորդ լուրջ բարդությունը սուր ցերեբրալ ատաքսիան է եւ մենինգյալ բորբոքման համախտանիշը, որը հիմնականում դրսևորվում է ցանի առաջացումից հետո 21 օր անց եւ հազվադեպ կարող է զարգանալ մինչեւ ցանի առաջացումը։ Ասեպտիկ մենինգիտ, էնցեֆալիտ եւ միելիտներ նույնպես կարող են առաջանալ, ինչպես նաեւ Գիեն-Բարեի համախտանիշը կարող է առաջանալ ջրծաղիկով պայմանավորված։ Նշեմ նաև ջրծաղիկի այլ բարդությունների մասին՝ միոկարդիտը, եղջերաթաղանթի վնասվածքները, նեֆրիտ, արթրիտների առաջացում, արյունահոսող դիաթեզներ, սուրգլոմերուլոնեֆրիտ, ինչպես նաև հեպատիտ։ Առկա են նաև այլ ծանր բարդություններ պայմանավորված բակտերիալ կովարակով՝ սեպտիցեմիա, տոքսիկ շոկի համախտանիշ, նեկրոտիզացնող ֆասցիտ, օստեոմիելիտ, բակտերիալ թոքաբորբեր եւ սեպտիկ արթրիտ։ Ծանր ընթացքով ջրծաղիկի համար ռիսկի խմբերն են իմունոսուպրեսիայով պացիենտները առանց ջրծաղիկի վերաբերյալ իմունիտետի, լեյկեմիայով կամ լիմֆոմայով պացիենտները, իմուն համակարգը ճնշող դեղորայքի ընդունմամբ պացիենտները, բարձր դեղաչափերով համակարգային կորտիկոստերոիդներ կամ քիմիոթերապևտիկ պրեպարատներ, բջջային իմուն դեֆիցիտով կամ այլ իմունային համակարգի խնդիրներով պացիենտները, ինչպես նաև նորածիններն ու անհաս երեխաները։ Հղիները, որոնք չունեն ջրծաղիկի նկատմամբ իմունիտետ, եւս համարվում են ռիսկի խմբում ծանր հիվանդություն զարգացնելու համար։ Օբյեկտիվ զննումով ցանը ունի մակուլոպապուլյովեզիկուլյոզ բնույթ, հիմնականում դրանք կեղևակալվում են հետագայում, բարդացած ձևերի ժամանակ կարող ենք ունենալ նաև պուստուլաներ, երբ միանում է երկրորդային բակտերիալ վարակը։ Երկրորդային բակտերիալ վարակը կարող է հանգեցնել ցելյուլիտների, միոզիտների, ինչպես նաև նեկրոտացնող ֆասցիիտի եւ տոքսիկ շոկի համախտանիշի առաջացման։ Կարող է դիտվել նաև ախտահարված հատվածի կարմրություն, տաքության զգացում եւ թարախի արտահոսք։ Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման դեպքում կարող են դիտվել գիտակցության ընկճում, վարքային խանգարումներ, քայլվածքի խանգարումներ, պարանոցի կարկամություն, ինչպես նաև անզուսպ փսխումներ։ Թոքաբորբի զարգացման դեպքում դիտվում է դժվարաշնչություն, հազ եւ հիպոքսիայի նշաններ։ Հոսպիտալացման ցուցումները ջրծաղիկի դեպքում ծանր կլինիկական ձևերի նշվածներից առնվազն մեկի առկայության դեպքում, արտահայտված ինտոքսիկացիա, գիտակցության խանգարումներ, ցուցումների դեպքում բերանացի հակավիրուսային դեղորայքի ընդունման կամ հեղուկների բերանացի ընդունման անհնարինություն։ Բարդացած ձևերի դեպքում եւս ցուցված է հոսպիտալացում, երբ կա մաշկի եւ փափուկ հյուսվածքների երկրորդային բակտերիալ վարակ, թոքաբորբ, ԿՆՀ ախտահարում, էնցեֆալիտ, ցերեբրալ ատաքսիա եւ հեմորրագիկ բարդություններ։ Ջրծաղիկի ախտորոշումը հիմնականում հիմնված է լինում կլինիկական տվյալների վրա, միաժամանակ համադրելով համաճարակաբանական անամնեզի հետ։ Լաբորատոր հաստատում անհրաժեշտ է լինում միայն որոշակի դեպքերում։ Հաստատման համար կիրառվում է ՊՇՌ հետազոտությունը, ինչպես նաև վարիցելա զոստեր վիրուսի նկատմամբ իմունոգլոբուլին M-ի հայտնաբերումը։
ՊՇՌ հետազոտման համար նմուշ կարող են հանդիսանալ ցանային էլեմենտի պարունակությունը, արյունը, թուքը, ինչպես նաև ցերեբրոսպինալ հեղուկը։ Ախտորոշման լաբորատոր հաստատման ամենազգային մեթոդը հենց ՊՇՌ մեթոդն է։ Ջրծաղիկով հոսպիտալացված պացիենտը կարող է ունենալ նաև այլ հետազոտությունների կարիք, ինչպիսիք են մեզի ընդհանուր անալիզ, արյան ընդհանուր անալիզ, կրեատինինի եւ միզանյութի որոշում, գլյուկոզայի էլեկտրոլիտների որոշում, ALT, AST, հիմնային ֆոսֆատազա, գամագլյուտամատ տրանսֆերազա, ընդհանուր բիլիրուբինի եւ դրա ֆրակցիաների որոշում, C-ռեակտիվ սպիտակուցի եւ պրոկալցիտոնինի որոշում։ Նաև հնարավոր է անհրաժեշտություն կոագուլոգրամայի, թթվահիմնային հավասարակշռության որոշման, տրոպոնինի հետազոտություն, արյան մանրէաբանական քննություն, հակաբիոտիկոզգայունության տեստի որոշմամբ, տարբեր կենսանյութերի, այդ թվում ողնուղեղային հեղուկ, խորխ, մաշկի կամ փափուկ հյուսվածքների ախտահարման դեպքում նաև թարախ կամ էքսուդատ, բակ քննությունը եւ հակաբիոտիկոզգայունության որոշումը, ողնուղեղային հեղուկի հետազոտությունը։ Գործիքային հետազոտություններից ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգեն հետազոտություն, կրծքավանդակի կամ քթի հարակից խոռոչների հետազոտման նպատակով, համակարգչային շերտագրություն, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումների համար, ինչպես նաև կրծքավանդակի օրգանների եւ սինուսների հետազոտման նպատակով կարող է կիրառվել, մագնիսառեզոնանսային շերտագրություն, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները ախտորոշելու համար։ Ինչպես նաև կարող է լինի անհրաժեշտություն էլեկտրասրտագրության, էխոսրտագրության եւ էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի իրականացման։ Ջրծաղիկի բուժումը եւս կոմպլեքս է, ախտանշանային եւ աջակցող բուժում։ Ջրծաղիկով պացիենտների մոտ սովորաբար դիտվում է ջերմության բարձրացում, վեզիկուլյար ցան, քոր եւ այս ամենը կառավարելու համար շատ մեծ դեր ունի աջակցող թերապիան։ Հակահիստամինային պրեպարատները բավականին էֆեկտիվ են քորը կառավարելու համար։ Սիմպտոմատիկ բուժումը ներառում է անալգետիկների եւ ջերմիչեցնողների օգտագործում, ընդ որում ջերմիչեցնողներից նախընտրելի է ացետամինոֆենը եւ խորհուրդ է տրվում խուսափել ասպիրին պարունակող պրեպարատներից։ Նաև կարևոր է ջրաէլեկտրոլիտային բալանսի կարգավորումը, որը եւս անհրաժեշտ է պահել հսկողության տակ։ Հաջորդիվ գալիս է բարդությունների կանխարգելումը, որի մեջ շատ մեծ դեր ունի հիգիենան եւ ամենօրյա լոգանքի ընդունումը։ Նաև ջրծաղիկի դեպքում ունենք հակավիրուսային բուժում եւ բարդությունների դեպքում արդեն անհրաժեշտ է իրականացնել բարդությունների բուժում։ Խոսենք էթիոտրոպ բուժման մասին։ Հակավիրուսային բուժում, որը իրականացվում է իմունոկոմպետենտ պացիենտների դեպքում միայն այն ժամանակ, երբ կա վարիցելա զոստեր վիրուսով պայմանավորված բարդություն, թոքաբոր, էնցեֆալիտ, կերատիտ եւ այլն, կամ հիվանդության ծանր ընթացքի համար ռիսկում գտնվող անձանց, մաշկի կամ թոքերի քրոնիկ հիվանդություն ունեցողներ, երկարատև սալիցիլատներով բուժում ստացող անձիկ, կորտիկոստերոիդներ ստացող պացիենտները, թուլացած իմունային համակարգ ունեցողները, որոշ մասնագետներ կարող են նաև նախընտրել օգտագործել օրալ ացիկլովիրը կամ վալացիկլովիրը ընտանիքի ներսում գտնվող երկրորդային դեպքերի համար։ Ըստ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղերի վարչության կողմից առաջարկված հղիության ընթացքում դեղերի ռիսկի դասակարգման ացիկլովիրը B կատեգորիայի դեղամիջոց է համարվում։ Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս օրալացիկլովիր կամ վալացիկլովիր ջրծաղիկով հղի կանանց, հատկապես հղիության երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում։ Հակավիրուսային բուժման դեպքում առավելագույն օգուտ ստանալու համար անհրաժեշտ է, որ հակավիրուսային բուժումը սկսվի ջրծաղիկային ցանի սկսելուց հետո առաջին 24 ժամվա ընթացքում։ Ացիկլովիրի ներերակային թերապիան խորհուրդ է տրվում հիվանդության ծանր ընթացքի դեպքում, օրինակ դիսեմինեցված վարիցելազոստեր վիրուսային վարակ, ինչպես նաև թոքաբոր, էնցեֆալիտ, տրոմբոցիտոպենիա, ծանր հեպատիտներ եւ իմունային անբավարարությամբ պացիենտների շրջանում եւս խորհուրդ է տրվում ներերակային կիրառումը ացիկլովիրի, ներառյալ այն անձիկ, ովքեր ստանում են բուժում բարձր դեղաչափով կորտիկոստերոիդներով 14 օր եւ ավելի տևողությամբ։ Ացիկլովիրի եւ դրա անալոգների կոնցենտրացիան կախված է երիկամային ֆունկցիայից։ Ուստի երիկամային անբավարարության դեպքում անհրաժեշտ է դեղաչափերի ճշգրտում։ Ացիկլովիրի ներարկային ձևը կարող է առաջացնել տեղային ռեակցիաներ, ֆլեբիտներ, ինչպես նաև երիկամների դարձելի վնասում։ Երիկամների սուր վնասման ռիսկի գործոններն են արտահայտված ջրազրկումը, երիկամների նվազած ֆունկցիայով պացիենտների շրջանում չկարգավորված դոզավորումը եւ չափազանց արագ ինֆուզիան, օրինակ ավելի կարճ, քան 1 ժամն է։
Ացիկլովիրը նշանակվում է բերանացի ընդունման դեպքում 800 մգ օրը 5 անգամ դեղաչափով, իսկ վալացիկլովիրը 1 գրամից օրը 3 անգամ դեղաչափով։ Հնարավոր է նաև կիրառել ֆամացիկլովիրը։ Իմունոկոմպետենտ պացիենտների շրջանում խորհուրդ է տրվում բուժումն իրականացնել 5-ից 7 օր տևողությամբ, սակայն եթե առկա է ցանային էլեմենտների կեղևակալման ուշացում, ապա բուժումը կարող է ավելի երկար տևել։ Իմունոսուպրեսիայով պացիենտներն ունեն հիվանդության գեներալիզացված ծանր ընթացքի, ինչպես նաև մահացության բարձր ռիսկ։ Այդ պատճառով նրանց մեծամասնության դեպքում խորհուրդ է տրվում իրականացնել ներերակային բուժում հակավիրուսային պրեպարատներով։ Բուժումը միջինում տևում է 7 օր այս պացիենտների դեպքում ևս, սակայն կարող է երկարել և կիրառվել մինչև նոր էլեմենտների առաջացման դադարը։ Դրանից հետո պացիենտները կարող են անցնել բերանացի ընդունման տարբերակի։ Ֆամացիկլովիրը կիրառվում է մեծահասակների մոտ վարիցելա-զոստեր վարակների բուժման համար։ Ացիկլովիրի նկատմամբ կայուն շտամերի դեպքում խորհուրդ է տրվում իմունային անբավարարությամբ անձանց դեպքում օգտագործել ֆոսկարնետը, պետք է միշտ օգտագործվի վարակաբանի խորհրդատվությունից հետո։ Այժմ խոսենք բարդությունների բուժման մասին, ինչպես արդեն նշվեց, ամենահաճախ հանդիպող բարդությունը մաշկի երկրորդային բակտերիալ վարակի գումարումն է, որը կարող է հարուցված լինել ստրեպտոկոկերով կամ ստաֆիլոկոկերով։ Այս դեպքում խորհուրդ է տրվում հակաբակտերիալ բուժում, որը կարող է լինել և բերանացի ընդունման, և տեղային կիրառման տարբերակով, և ցանկացած բարդություն բուժելու համար անհրաժեշտ է օգտվել համապատասխան գործելակարգից, հաշվի առնելով նաև հարուցչի զգայունությունը հակաբակտերիալ պրեպարատների նկատմամբ։ Հաջորդ բարդությունը մեծահասակների մոտ ամենից հաճախ հանդիպող թոքաբորբն էր, բակտերիալ կամ այլ ծագման թոքաբորբի կասկածի դեպքում անհրաժեշտ են իրականացնել համապատասխան հետազոտություններ և բուժում ըստ համապատասխան գործելակարգերի։ Կենտրոնական նյարդային համակարգի վարիցելա-զոստեր վիրուսով ախտահարման դեպքում խորհուրդ է տրվում նշանակել ներերակային հակավիրուսային բուժում։ Այլ պատճառի ԿՆՀ ախտահարման դեպքում ներառյալ բակտերիալ վարակները պետք է հետազոտել և բուժել ըստ համապատասխան գործելակարգերի։